Ակադեմիական քաղաք են ուզում հիմնադրել, մեծ իրարանցում է հիմագիտության մեջ սկսվել։ Ես նույնիսկ չեմ ուզում հիմա դիտարկել դրա լավորան կողմերը, բայց փաստ այն է, որ իրարանցում է իսկապես, դա շատ մեծ գլխացավանք է, օրինակ դուք պատկերացրեք, բնական է տեղափոխվում, մի բնականից մյուսը չէ, հասարակ բան չէ թվում է, բայց շաբաթներով մարդու գործունեությունը կանգ է առնում, ընդհանուր մի բնական տեղափոխվում, բոլոր իրերը խառնում են, շատ բաներ չեք գտնում, պատկերացրեք հիմնարկը ամբողջ ունիվերսիտետ տեղափոխվի, պատկերացրեք ինչ է տեղի ունենալու Հայաստանում, եթե այդպիսի բան սկսվի պրոցես։ Մեր դեպքում որ բան չեն ասում, որտեղ կամ ազգային արժեքներին ձեռք չտան, եւ հետո ընդհանրապես գրականաստվածանոց կարող վերցնի տեղափոխվի ակադեմիական քաղաք, բայց մյուս հիմնարկների համար ես շատ անհանգիստ եմ, որտեղ մի տարի առնվազն խառնաշփոթ է լինելու Հայաստանի գիտության մեջ, իսկ մի տարի դեպքի որ գիտնականներից գալի մասը ուղղակի տողը հեռանա եւ ընդհանրապես չհաջողվի վերականգնել գիտական մակարդակը։ Դրա համար շատ զգուշ պետք է լինել նման հարցերի, նույնիսկ եթե թվա թե դրական պրոյեկտ է, վիճարկվում է արկի տարբեր կարծիքներ կան, գուցե դրական պրոյեկտ է, բայց դա կառուցելիս սովորաբար նայում են արտասահմանյան փորձին, տարբեր քաղաքից դուրս ինչ-որ կամպուսներ կան, դա անելիս սկսել են զրոյից հիմնադրել այդտեղ գիտական կենտրոն եւ ճամբար համալրելով զարգացած ոչ թե ինչ-որ մի բան վերցրել տեղափոխել այդպես արհեստականորեն։ Ну, երիտասարդ կադրերի հարցը կա եւ այլն, շատ ես վերստին ընդհանրացված եթե ասեմ խնդիրը դա ֆինանսական է, այնուամենայնիվ պետք է նշել, որ եթե ֆինանսական լիներ, այս կետերից շատ-շատերը հենց հանգիստ կարելի լուծել։ Իսկ ինչի է ելույթ ունեցա անարդյունավետ աշխատում։ Այո, իհարկե, միանշանակ պետք է ասել անարդյունավետ, որովհետև չկա լավ սարքավորում։ Հիմա երբեմն դիտակների արժեքի չափ ու սարքը արժի, այդքան թվային սարքերը շատ թանկ են եւ քանի որ սպეციფիկ են մասսայական արտադրության չդրանք շատ թանկ են, դիտակները են ընդհանրապես եւ այդ սարքերը ձեռք բերելու համար պետք է լուրջ գումարներ, նույնիսկ մինչեւ միլիոն եւ ավելի դոլար, որ ասում մեր պետական տարեկան բյուջեից էլ ավելի է մի սարքը, որ կարողանանք լավ աշխատել։ Եթե չէ ասած բան, այսպես ասած բաներ ինչ է կարող։ Խնայելով եք բաներ։ Ոչ թե խնայելով, այլ ցածր էֆեկտիվությամբ, այսինքն չեն կարող, մեր հին սարքերը, որոնք կան, նրանք չեն կարող այդ արդյունքը տալ ինչ-որ լավ սարքերը։ Ես միշտ ասում եմ աստղագետները, երևույթները, որտեղ 90-ական, 2000-ական թվերին որ նայում աշխատավարձերը, համարյա զրոյական էր։ Հիմա մի քիչ բարձրացվել են, հիմա ոչ